Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 14 վագոն 977 տոննա ընդհանուր քաշով ցորենի հերթական խմբականակը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Օրեր առաջ նույն տարանցիկ ճանապարհով Ռուսաստանից եւս մեկ բեռնափոխադրում էր իրականացվել։ Հայաստան էր ուղարկվել պարարտանյութով լի 6 վագոն մոտ 402 տոննա եւ հացահատիկով լի 4 վագոն մոտ 276 տոննա։ Ամուսնու սկանդալները հագցրեցին եւ տանում են։ Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվել է 1 ամսով, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Երևանի Շենգավիթ համայնքում բլոգերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճան էր անվանել։ Ավելի ուշ քննչական կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնաման գրառելուն ուղղված հրապարակային խոսքի հատկանիշներով։ ԱՄՆ-ն ամբողջությամբ մերժել է Իրանի հակամարտությունը կարգավորելու 14 կետանոց ծրագիրը, հաղորդել է Թեհրան Թայմսը։ Միևնույն ժամանակ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Չինաստանը կարող է ազդել Իրանի վրա Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը լուծելու համար։ ԱՄՆ առաջնորդը նաև սպառնացել է, որ Միացյալ Նահանգները կարող է կրկնել իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունները Ուրանի հասանելիությունը լիովին փակելու համար։ Մենք պարզապես մի քանի ռումբ կգցենք այնտեղ եւ դրանով ամեն ինչ կվերջանա, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համբերությունը Իրանի հարցում սպառվում է։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը եւ Սին Ցինպինը Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության ուղին բաց պահելու անհրաժեշտության շուրջ։ Հինգշաբթի Թրամփի եւ Սիի բանակցություններից հետո Սպիտակ տունը հայտարարել էր, որ առաջնորդները համաձայնել են մշտապես բացել նեղուցը։ Թրամփի խոսքով Ցինպինը նաեւ խոստացել է Իրանին ռազմական տեխնիկա չուղարկել։ Առաջնորդները համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա, մինչդեռ Թեհրանը հերքել է նման զենք ստեղծելու ձգտումները։ Շիվաթ Ամ Իսրայել Արցոլ Երուսալայմ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը հնարավոր է շուտով վերսկսի Իրանի դեմ պատերազմը ռազմական նպատակներն ավարտին հասցնելու համար։ Ըստ Կացի, անհրաժեշտ է երաշխավորել, որ Թեհրանն այլևս երբեք գոյաբանական սպառնալիք չի հանդիսանա։ Այս հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունները հայտնվել են փակուղում։ Նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Թեհրանի վերջին առաջարկը, այն անվանելով բացարձակապես անընդունելի եւ զգուշացնելով, որ հրադադարը վտանգված է։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնում սկսվում է Իսրայելի եւ Լիբանանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլը, քանի որ գործող հրադադարի ժամկետը մոտենում է ավարտին։ Ռիազանում Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 12 մարդ, այդ թվում երեխաներ։ Վնասվել են 2 բազմահարկ բնակելի շենքեր, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նաեւ արդյունաբերական օբյեկտի տարածքում։ Ներկայումս վնասված կառույցները մաքրվում են, իսկ բնակիչները տարհանվել են, ստեղծվել են նաեւ ժամանակավոր կացարաններ։ Մոսկվան եւ Կիևը այսօր 205-205-ի դիմաց գերիների փոխանակում են իրականացրել, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։ Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելարուս բժշկական զննության։ Փոխանակումը կազմակերպվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ, նշվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությունում։ Եվրոպացիները չեն կարող միջնորդ լինել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Նրանք անմիջականորեն ներգրավված են պատերազմի մեջ ուկրաինական կողմից։ Նրանք կողմնակից են Ռուսաստանին ջախջախիչ հարված հասցնելուն, ասել է նա։